Վարդաշենի 9-րդ փողոցն է։ Այստեղ մարդիկ տնից դուրս գալու համար ստիպված են ցելոֆան հագնել կոշիկների վրա, որպեսզի կարողանան ինչ-որ չափով մաքուր հասնել դպրոց կամ աշխատանքի։ Փողոցում շուրջ 30 տարի որևէ ասֆալտապատման աշխատանք չի իրականացվել։ Մի փոքր անձրևը բավական է, որպեսզի ճանապարհը վերածվի անանցանելի ցեխի։ Մեքենաները խրվում են, մարդիկ դժվարանում քայլել։ Կան անչափահաս երեխաներ, ովքեր հաճախում են մանկապարտեզներ եւ դպրոցներ, երբեմն ստիպված են լինում բացակայել, որովհետև փողոցը ամբողջովին անանցանելի է լինում։ Ուստի իրենց ոտքերին տոպրակներ են հագցնում եւ փորձում են երեխաներին տոպրակներով ուղարկել դեպի դպրոց։ Հասկանում ենք, որ ցեխի մեջ տոպրակով քայլելը վտանգավոր է, որ կսահեն, փոքր երեխա են, ցեխի մեջ ընկնում են, երբեմն ստանում են տարբեր աշճանի վնասվածքներ, ընդհանուր նաև կոտրվածքներ, որը հավելյալ խնդիրներ է առաջացնում եւ հավելյալ ֆինանսական դժվարություններ տվյալ ընտանիքների համար։ Վիճակը բնակիչների էլ ավելի է սրվել ամանորից առաջ, երբ Գազպրոմ Արմենիայի իրականացած աշխատանքների ընթացքում ճանապարհը փորել են, գազի խողովակներ անցկացրել։ Նոր տարվա միջև 31-ը իրանք հասցրին ավարտին ճանապարհը, վրեն հողը լցեցին, թողին գնացին։ Մեզ նվեր արին էլ այս ճանապարհը նոր տարվա շեմին։ Այս պահի դրությամբ ձունը հալվել է, ասենք երեխա են դասի են գնում, գալիս են տուն ամբողջովին ցեխի մեջ կոտորված։ Լվանում ես սապոկները, բոթասները դնում ես, մինչև առավոտ չես հասցնում չորացնես, որ երեխան նույն կոշիկը հագնի նորից թաց հագնում գնում են։ Թաղամասի բնակիչների խոսքով բազմիցս դիմել են քաղաքապետարան, սակայն իրենց խնդրին համակարգային լուծում այդպես էլ չի տրվել։ Փոխարենը ժամանակ առ ժամանակ ճանապարհին հող կամ ասֆալտի մնացորդներ են լցրել, ինչը ոչ միայն չի լուծել խնդիրը, այլ ավելի է վատթարացրել իրավիճակը։ Արդեն մի շաբաթից ավել է թաղապետարան դիմել ենք այս հարցի շուրջ։ Թաղապետարանից ինձ ասացին ձեր համարը կգրանցենք, համապատասխան բաժնի աշխատակիցը կկապնվի ձեզ հետ, ուր է այդ աշխատակիցը, որտեղ է գտնվում նա։ Բազմաթիվ անգամ զանգել ենք, ուր է իր տանը նստածը, թող վեր կենա իր տանից, գա մի հատ քայլի այս ճանապարհով, տեսնեմ ինքը իր անչափահաս երեխայի հետ կքայլի այս ճանապարհով, թե չէ։ Հատկանշական է, որ կառավարության ուղիղ եթերով ընթացող նիստերին Նիկոլ Փաշինյանը ժամերով կարդում է ասֆալտապատած փողոցների հասցեներ, նշում կիլոմետրերը, սակայն Վարդաշեն 9-րդ փողոցի բնակիչների համար այդ կիլոմետրերը ոչ թե բարեկարգման, այլ իշխանության անգործության կենդանի ապացույցն են։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։